Վիճակը ծայրահեղծան նրա։ Մանան հանգստացի ասում եմ։ Լեո ով էր զանգել։ Ոստիկաններից մեկը։ Ասում Անա։ Ասեցի չէ հետևից գնա, հետ նեղի։ Հիմա այդ քննարկելու ժամանակն է։ Հա ժամանակն է։ Կարևորն ու անկարևորը խառնել եք իրար, չգիտեք ով երբ ինչ է անում։ Բարից բուն իմաստով թքած ունես շուրջդ ինչ է կատարվում։ Ես պիտի ասեմ տղեկ ինչ փորձանքների կգա, դու չգիտես։ Լավ էլի ինա, սուս մնա։ Հիմա էլ գնալու ենք մեկ մի փորձանքի հանդիպենք։ Ավելի լավը զանգի իմացի ուր են հասել, ինչ են անում։ Զանգ չի գնում, անջատած է հեռախոսը։ Խորայս ինչա բերել իրա գլխին։ Գնայր հետևից իմանար։ Դե հերիք է էլի սուս մնա։ Ատամները երևի սրած սպասում են, որ մի բան լիներ խոսա ինչ։ Հեսա տեղ կհասնենք կտեսնեմ Գրիշը ոնց է, հետո կտեսնես խոսելը որն է։ Արդեն լրատվականները գցել է։ Աստված իմ ես ինչ ա եղել, չեմ ուզում պատկերացնեմ Գրիշի ինչ վիճակում է, հունան արագ քշի։ Ահա, Աննա, հետո կզանգեմ։ Հա, ինքն է, հետո կզանգեմ։ Իսկ տնացիներին ասել եք։ Հա, մանանը զանգեց մորը։ Բալես կուզես շտապօգնություն զանգեմ։ Չէ, հենց հիմա տարեք Գրիշի մոտ։ Դու ես վիճակում ոչ մի տեղ չես գնալու։ Դավիթ նստածս տեղը մեռնում եմ, չես հասկանում։ Լեո ինչ համարից էին զանգեմ, այդ ասա զանգեմ հասկանամ ինչ է կատարվում։ Գրիշոյի համարից։ Ասում եմ տարեք հիվանդանոց ինձ հենց հիմա սիրտս կանգնում է, չեմ դիմանում, ուզում եմ տեսնեմ Գրիշին։ Մանան արի ես քեզ կտանեմ։ Բայց ախր ես վիճակում հիվանդանոց գնալը սխալ է։ Հո դու հիվանդ չես։ Ասում եմ ոչ մի բան պետք չի անել։ Ախպերս բա ինչ անենք, սենց մեղ կա։ Դա տանում ես հիվանդանոց ինչ անի։ Տեղում իմանան ոնց է, ինչ վիճակում է, ոչ թե սպասեմ ինչ որ մեկի զանգին չես հասկանում։ Բալես